եթե օրենք չլինի ընդհանրապես, ինչ կտիրի հասարակությունում։ Տոտալ անարխիա։ Դուք ինչպես եք համադրում դատավորի պաշտոնին, դատավորին վայել խստությունը եւ ներքին բարությունը։ Դատորը պետք է լինի անկախ։ Բարի լինելը հեշտ է, սակայն արդար լինելը սա է դժվար։ Արդարադատությունը ու արդարությունը նրանք նույնական չեն։ Մեր հասարակության մեջ ընդունված է, որ օրենքները պատժիչ մեխանիզմներ ունեն։ Հայերներ, երբ որ գնում են արտասահման, իրենք այնտեղ օրենքին հետևում են ամբողջ ծավալով, օրենքը պահպանում են։ Ինչ է ձեր համար արդարությունը։ Իրավունքի եւ բարոյականության միջև կամուրջ։ Կրթության շնորհիվ մարդը իսկապես կսկսի հարգել օրենքը։ Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Նեկտար էկոպրոդուկտը նոր, ճոխ եւ պրոֆեսիոնալ բովանդակությամբ։ Բրենդը ստեղծում է դեմքի, մազերի եւ մարմնի բնական խնամքի միջոցներ, ստացել է միջազգային էկոսերտիֆիկատ, որն էլ վկայում է անվտանգության, բնականության եւ պրոֆեսիոնալիզմի մասին։ Մասնագիտությանը վայել խստությունն ու պատասխանատվությունը համադրվում են ներքին բարության եւ հումորի յուրահատուկ զգացողության հետ, ինչը նրան դարձնում են ոչ միայն հարգված մասնագետ, այլև հաճելի զրուցակից։ Մեր հյուրն է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Թերևս մեր հաղորդման առաջին հարցը, որ ինձ շատ հետաքրքրում է, որպես դատավոր, ո՞րն է ձեր առաքելությունը, իսկ որպես մարդ ինչն է ձեզ կերտել այդ ճանապարհին։ Գիտեք, ինչպես իմ պարագայում, այնպես էլ ցանկացած դատավորի պարագայում իր առաքելությունը արդարադատության իրականացումն է։ Ընդ որում պաշաճ արդարադատության իրականացումն է։ Արդարադատությունը իր հերթին ինքը շատ բարդ եզրույթ է, իր մեջ ներառում է մի շարք կոմպոնենտներ ու արդարադատությունը իրականացնողի նշանակությունը ու դերը նույնպես շատ կարևոր է ու դրանով է նաև արտահայտվում դատավորի կողմից իրականացվող այդ առաքելությունը։ Շատ հաճախ զուգահեռներ է անցկացվում արդարադատության ու արդարության եզրույթների միջև։ Եզրույթների հետ կապված, գիտեք, արդարադատությունը ու արդարությունը նրանք նույնական չեն։ Շատ հաճախ արդարադատությունը ապահովում է, բայց արդարությունը չի ապահովում։ Լինում է դեպքեր, երբ որ օրինակ հանցագործության դեպքը հիմնավորվում է որոշակի ապացույցներով, օրինակ տեսանյութով կամ հեռախոսային խոսակցություններով, բայց հետագան պարզվում է, որ այդ ապացույցը ձեռք է բերվել ոչ օրինական ճանապարհով։ Հիմա այս պարագայում, եթե քրեական գործում օրինակ այլ ապացույց չի լինում, այդ դեպքում դատարանը չունի այլ բան, քան այդ դեպքում ըստ էության արդարացնելու անձին, իսկ երբ որ արդարացնում է անձը, բայց տեսնում է զուգահեռ, որ տեսանյութով կամ հեռախոսային խոսակցությունով ֆիքսված է այս անձի կողմից ենթադրյալ հանցագործության կատարումը, բայց ինքը չի կարող այդ անձին դատապարտել, դրանով իսկ ստացվում է, որ մի կողմից դատավորը իրականացնում է արդարադատություն, բայց արդարությունը չի ապահովում։ Դրա համար արդարադատությունն ու արդարությունը իհարկե արդարադատության միջոցով պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որ արդարությունը ապահովի, բայց ոչ միշտ է դա այդպես լինում։ Իմ նշած օրինակ դեպքերում այդպես չի լինում։ Իսկ ինչ վերաբերում է իմ մասով, երևի մի փոքր հետ պետք է գնամ, ավելի խորքից պատասխանեմ, թե ընդհանրապես ինչպես է իմ մասնագիտական կարիերան կայացել, ես ինչից եմ սկսել, որտեղից եմ սկսել, որ նաև ձեր այդ հարցին պատասխանեմ։ Նախ պետք է նշեմ, որ ես թե մանկուց, թե դպրոցական տարիքում իրավագիտության ֆակուլտետում ուսումնառության շրջանում այնպես չէ, որ իմ առջև այս նպատակ եմ դրել, որ պետքա դառնամ դատավոր։ Այս նպատակ չեմ ունեցել, դատավոր դառնալու ի սկզբանե նպատակ չեմ ունեցել, բայց հետագայում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, տարբեր վայրերում եմ աշխատել ու հասկացել եմ մի բան, որ իմ էությանը, իմ բնավորությանը, իմ բնույթին առավել համապատասխան են
դատավորի հենց հատկանիշները ու հենց նաև դա է դրթել նրան, որ ես փորձեմ ինձ արդեն այս պաշտոնում ու արդյունքում այս պահին զբաղեցնում դատավորի պաշտոնը։ Ընդ որում դատավորի հետ կապված երևի երկու խոսք էլ ասեմ, դատավորի հատկանիշների հետ կապված, որը շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դատավոր իր մեջ կրի այդ հատկանիշները, դե շատ պարզ է, որ առաջերտին դատորը պետք է լինի անկախ, որում անկախ ոչ թե օրենքով սահմանված այդ անկախությունը պետք է հենց հասկանալ, այլ անկախությունը դատավորի դեպքում հենց ներսից պետք է լինի, այսինքն դատավորը իր մեջ պետք է ինքը իրեն զգա, որ ինքը անկախ է, ինքը ներսից այդ անկախությունը ունենա։ Մյուս հատկանիշը, որ շատ կարևոր է էլի դատավորի պարագայում, դա արդարամտությունն է։ Արդարամտությունն էլ ինքը այնպիսի հատկանիշ է, որը ըստ էության ձեռքբերովի չէ, մարդու մեջ ի ծնե է լինում ու մարդու էության, բնավորության հետ է կապ ունենում։ Այս հատկանիշներից բացի շատ կարևոր է, որ դատավորը նաև մասնագիտորեն պրոֆեսիոնալ լինի, այսինքն իր աշխատանքին, իր մասնագիտությանը տիրապետի պրոֆեսիոնալ կերպով։ Եթե այս հատկանիշներից որևէ մեկը չի լինում, արդեն դժվար է արդարադատության իրականացումը, ընդ որում եթե այնպես էլ չի, որ հենց այս հատկանիշներն են ամբողջովին բնութագրում դատավորին, բացի այս հատկանիշներից կան նաև շարք այլ հատկանիշներ, որ դատավորը իր մեջ պետք է կրի, որ կարողանա հենց արդարադատությունը պատշաճ իրականացնի, օրինակ պետք է պատասխանատվության բարձր զգացում ունենա, պետք է հավասարակշռված լինի եւ այլն եւ այլն, անկողմնակալ լինի, այո։ Հետաքրքիր է, դուք ինչպես եք համադրում դատավորի պաշտոնին, դատավորին վայել խստությունը եւ ներքին բարությունը, որ ձեզ հատուկ է։ Պետք է հավասարակշռել յուրաքանչյուր իրավիճակում այդ ներքին խստություն կամ ներքին բարություն, երբ որ դու կոնկրետ գործ ես քննում, կոնկրետ փաստեր ես ուսումնասիրում ու այդ փաստերի հիման վրա պետքա որոշում կայացնես, պետքա դատական ակտ կայացնես, այդ բոլոր հանգամանքները պետք է հավասարակշռես։ Հայ քրեական դատավարությունը կարևոր սկզբունք կա գործում է վարույթի հանրայնության սկզբունքը, այսինքն հանրային ու մասնավոր շահի հավասարակշռությունը։ Թե այս սկզբունքի կոնտեքստում, թե այլ հանգամանքների կոնտեքստում պետքա դատական ակտը կայացնես այդ նաև ձեր նշած հանգամանքները հավասարակշռելու արդյունքում, որտեվ միայն այդ պարագայում դու կարող ես արդարադատություն իրականացնես։ Կարծեմ Հյուգոն է ասել, որ բարի լինելը հեշտ է, սակայն արդար լինելը այսա է դժվար։ Ձեզ համար որ բնավորության գիծն է ավելի հեշտ թվում։ Արդարությունը իր մեջ ներառում է, կարծում եմ, բոլոր կոմպոնենտները, այդ թվում բարությունը։ Եթե բարի չլինես, այդ բարության հատկանիշը չունենաս, կարծում եմ դժվար կլինի նաև որ արդարությունը ապահովես։ Ինչպես է արդարությունը դառնում ներքին համոզմունք, ոչ միայն մասնագիտությունից բխող պարտականություն։ Ներքին համոզմունք երևի կրկին պետք է նշեմ, որ արդարությունը այնպիսի բան է, որ քո էության մեջ պետք է լինի, դու որպես անձ այդպիսին պետք է լինես, այնպես չէ, որ դու ինչ-որ մի բան սովորելու ես կամ դու կարդալու ես կամ փորձ ես ձեռք բերելու, դրա հաշվին դառնալու ես ավելի արդար։ Քո անձի էության մեջ առաջերտին պետքա այդ հատկանիշը ներառված լինի, որ դու կարողանաս նաև արդեն ի պաշտոնե ապահովես դա։ Նշեցիք, որ ի ծնե է արդարությունը մարդու հետ ի ծնե գալիս է, սակայն կան ոգեշնչման աղբյուրներ, որոնք անընդհատ ձեզ ոգեշնչում են ծառայել արդարությանը։ Ոգեշնչման աղբյուրներ որպես այդպիսի երևի թե քո վարքագիծը եւ գնահատականը դիմացինի քո վարքագծի առնչությամբ, երբ որ դու տեսնում ես, որ
դիմացինը դա գնահատում է, հասարակությունը դա գնահատում է, կարծում եմ դա էլ կրկնակի ոգեշնչում է քեզ հետագայում առավել արդար լինելու համար։ Դուք նշեցիք, որ ձեր բնավորության մեջ տեղ գտած բարությունը, արդարամտությունը պետք է բալանսավորել, հավասարակշռել, սակայն ինձ հետաքրքիր է, կան սովորություններ, որոնց կիրառման դեպքում կարողանում եք հավասարակշռել պարզությունը, արդարությունը, բարությունը։ Որպես այդպեսին սովորություն չկա, ուղղակի մարդու մեջից է դա։ Հաղորդման հաջորդ հովանավորն է Իրավունքի համահայկական ակադեմիան, որը իրավագիտակցության զարգացմանը ուղղված կրթական ծրագրեր է իրականացնում 6 տարեկանից սկսած երեխաների և պատանիների շրջանում։ Մեր հասարակության մեջ ընդունված է, որ օրենքները պատժիչ մեխանիզմներ ունեն, սակայն ինչպես հասնել այն գաղափարին, որ մարդիկ օրենքները ընդունեն որպես փոխող, որպես բարելավող միջոց։ Ընկալում է, որ օրենքը պատժիչ գործոն է, պատժիչ նպատակ է, դա ինքնին սխալ է։ Այդպիսի ընկալում չպետք է լինի օրենքի վերաբերյալ, որովհետև օրենքը հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական ակտ է։ Կարող է անձի իրավունք սահմանափակել, բայց դրան զուգահեռ անձի իրավունքի օրինական շահերի պաշտպանությունն է ապահովում օրենքի միջոցով։ Այսինքն օրենքը իրավական համակարգում բալանսավորող դեր է կատարում։ Եթե պատկերացնում եք, եթե օրենք չլինի ընդհանրապես, ինչ կտիրի հասարակությունում, տոտալ անարխիա կարող է լինել։ Եթե հասարակական հարաբերությունները չկարգավորվեն ինչ-որ իրավական ակտով եւ անձը չկարողանա իր վարքագիծը կանխորոշի, իր վարքագծի հետևանքները չիմանա, այդ դեպքում տոտալ անարխիա կլինի։ Այսինքն օրենքը ընդհանրապես հասարակական հարաբերությունները կարգավորում է ու օրենքի միջոցով է, որ այդ պատշաճ հասարակարգը ապահովում նաև։ Բայց շատ հաճախ նաև փորձում են շրջանցել օրենքները։ Ինչից է գալիս այդ վախը օրենքին ծառայելու, օրենքին հետևելու վախը, ըստ ձեզ ինչից է գալիս։ Երևի թե զարգացվածության ցածր մակարդակից։ Այ դուք ճիշտ եք ասում, ես էլ եմ նկատում հասարակության շրջանում, որ տեսնում ես, մտածում է անձը, թե ոնց անի այս օրենքը շրջանցի, ոնց անի այսպի դրույթ օրինակ չապահովի, իշահ իրեն մի ինչ-որ առավելություն ստանա, դա գիտեք, դա շատ վատ բան է։ Անձի իրավագիտակցության նաև աստիճանի մասին է խոսում, անձի իրավագիտակցության մակարդակի մասին է խոսում ու ընդհանրապես երևի թե հասարակության ոչ այն աստիճանի զարգացվածության մասին է խոսում, որը պետք է լիներ։ Օրինակ արտասահմանում եվրոպական երկրներում երբ որ տեսնում ես, թե անձինք ինչպես են վերաբերվում օրենքին, ինչ հարգանք են ցուցաբերում, ընդ որում շատ ՀՀ քաղաքացիներն էլ հայերն էլ երբ որ գնում են արտասահման, իրենք այնտեղ օրենքը շատ օրենքին հետևում են ամբողջ ծավալով, օրենքը պահպանում են եւ այս երբ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, կարծես ինչ-որ, չգիտեմ, զգացում կա, սովորություն կա այդ անձանց մոտ, որ օրենքները այդ այն հարգանքը չունենան այդ օրենքի նկատմամբ, ինչ որ այլ երկրում են այդ օրենքի նկատմամբ հարգանքը ունենում, դա ամեն դեպքում անձի զարգացվածության, հասարակության զարգացվածության, անձի իրավագիտակցության հետ է կապված, կարծում եմ, որը որ ժամանակի ընթացքում ինձ թվում է այդ հարցն է կլուծվի մեր երկրում։ Ինչ է նշանակում լինել իրավագիտակից մարդ առօրյա կյանքում։ Իրավագիտակից մարդ ըստ էության նշանակում է, որ անձը կրթված է, անձը գիտի իր իրավունքները, գիտի իր պարտականությունները, գիտի իր գործողությունների դեպքում թե ինչ հետևանքներ կարող են առաջանալ, այսինքն անձը ընդհանուր առմամբ զարգացած է, կրթված է ու ճանաչում է իր իրավունքներն ու պարտականությունները ու կանխորոշում է նաև իր գործողությունների հետևանքները։ Իսկ ըստ ձեզ կան մեխանիզմներ, որոնց կիրառման դեպքում հասարակությունը կդառնա ավելի իրավագիտակից։ Կրթությունն է, ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը։ Պետք է կրթվել, պետք է ստեղծել կրթվելու բոլոր հնարավորությունները եւ
կրթության շրջանակներում էլ անձինք էլ պետք է կրթության նկատմամբ հարգանք դրսևորեն, կրթությանը մոտենան մեծ պատասխանատվությամբ։ Այն ժամանակը, որ տրված է անձին կրթության համար, պետք է այդ ժամանակը օգտագործի շատ արդյունավետ ու կրթվի։ Միայն այդ ճանապարհով ըստ էության անձը առավել իրավագիտակից կարող է դառնալ։ Կարելի է ֆիքսել, որ կրթության շնորհիվ մարդը իսկապես կսկսի հարգել օրենքը ներքին համոզմունքից ելնելով։ Իհարկե։ Եթե երիտասարդը ուզում է ապրել արդար, որ առաջին քայլն է ամենակարևորը։ Առաջին քայլը հենց արդար իր անձի հանդեպ լինելն է, ազնիվ իր անձի հանդեպ լինելն է։ Երբ որ դու արդար ես քո հանդեպ, քո անձի հանդեպ, երբ որ դու քո գնահատում ես քո աշխատանքը քո պատկերացումներով արդար կերպով ես իրականացնում, դու նաև զուգահեռ հասկանում ես ժամանակի ընթացքում նաև դիմացինի ցավը, դիմացինի խնդիրները ու այդ դեպքում, երբ որ դու գիտակցես նաև դիմացինի ցավը, դու կարողանաս արդարություն ապահովել։ Քանի որ մեր հաղորդումը նաև խորհրդատվական հարթակ է, ասեք, ինչպես կարող է յուրաքանչյուր մարդ իր փոքր ընտրություններով նպաստել արդար հասարակությանը։ Փոքր ընտրություններով նպաստել, կրթվել, արդարություն դրսևորել իր վարքագծում եւ այդ վարքագծով վարակիչ լինել ուրիշների համար։ Երևի այդ կերպ, այդ եղանակով հնարավոր է նպաստել։ Բայց ցավալիորեն վատը ավելի շատ են, չէ, ընկալում, ավելի շատ է տարածվում մեծ տեմպերով, քան լավը։ Իհարկե դա էլ կա, բայց կարծում ժամանակի հարց է։ Երբ որ լավը ավելի շատ լինի, ինքը վարակիչ դառնա, այդ վատը արդեն կնահանջի։ Իսկ կա ինչ-որ ձևակերպում, որով դուք կարող եք ասել ինչ է ձեր համար արդարությունը, այդ արժեքը։ Արդարությունը, գիտեք, ինքը շատ բարդ գաղափար է, ինքը իր մեջ շատ կոմպոնենտներ է ներառում։ Արդարությունը ընդհանրապես կապվում է եւ իրավունքի հետ, եւ մարդու խղճի հետ։ Այսինքն ինքը ըստ էության իրավունքի եւ բարոյականության միջև կամուրջ կարող ենք դիտել։ Այսինքն ինքը կապված է մի կողմից իրավունքի, մի կողմից խղճի, մի կողմից բարոյականության ու նաև շատ այլ կոմպոնենտների հետ ու բարդ է բնորոշելը, բայց եթե երկու բառով բնորոշեմ, իրավունքի եւ բարոյականության միջև կամուրջ։ Ըստ ձեզ ո՞ր մարդն է ուժեղ օրենքի առաջ։ Ուժեղ օրենքի առաջ երևի թե այն մարդն է, ով օրենքի պահանջները պահպանում է, առաջնորդվում է օրենքով, նույնիսկ այն դեպքերում, երբ որ ինքը գիտի, որ հնարավորություն ունի այդ պահանջները չկատարելու, իսկ շրջանցելու օրենքը, երբ որ դու գիտես, որ կարաս այդ պահանջները չկատարես, ունես այդ հնարավորությունը, բայց անկախ ամեն ինչից դու օրենքը պահպանում ես, երևի դու ուժեղ ես օրենքի առջև։ Կամային հատկանիշները պետք է գերակշռեն այս դեպքում։ Իհարկե, Եթե մեկ միտքը ուզենայիք փոխանցել ունկնդրին, որը կլիներ դա։ գիտեք, ինչ կուզեի ասել, որ մարդիկ նվիրվեն իրենց երկրին, իրենց հայրենիքին, ապրեն ու արարեն իրենց հայրենիքում, աշխատեն ամեն օր մի բարիք ստեղծեն իրենց երկրի համար, չլքեն երկիրը, մնան երկրում եւ իրենց հենց մնալով եւ աշխատելով նպաստեն իրենց հայրենիքի, իրենց պետության զարգացմանը։ Ինչ է Հայաստանը ձեզ համար եւ կուզենամ խոսեք Երևանի մասին նույնպես։ Հայաստանը իմ հայրենիքն է, ես շատ երկրներում եղել եմ տարբեր նպատակներով, իմ երկիրը, իմ հայրենիքը ինձ ոնց որ հետ է կանչում ու չի թողնում, որ ես այլ երկիր գնալու եւ այնտեղ մշտապես բնակվելու ցանկություն ունենամ, իմ էության հետ է դա, չգիտեմ, այդպիսի զգացումներ ունեմ ես ու ինչից է դա գալիս, որովհետև ես իմ հայրենիքը շատ եմ սիրում,
իմ երկիրը շատ եմ սիրում, փորձում եմ ամեն ինչ անել իմ առօրյա աշխատանքով, որպեսզի նպաստեմ իմ երկրի, պետության զարգացմանը։ Երևի թե այսքանը։ Շեշտեցիք նաև, որ ձեզ կանչում է ընտանիքը, որտեղ ձեր ընտանիքն է, իսկ դուք որպես դատավոր, շատ տարբեր են ընտանիքում ձեր կերպարը եւ դատարանում ձեր կերպարը։ Երևի թե ընտանիքում կամ իմ օրինակ շրջապատում ինձ չեն պատկերացնում, որ ես դատավոր եմ, որովհետև ես իմ անձով ինչ որ չեմ տարբերվում։ Աշխատանք, բայց ես անձը նույնն է մնում։ Թե ընտանիքում, թե ընկերական հարաբերություններում, թե շրջապատում, կարծում շատ չեմ տարբերվում։ Իսկ ձեր բնավորության որ գծերի համադրման շնորհիվ եք հասել մասնագիտական բարձունքների, դուք նաև գրքերի հեղինակ եք, գիտական աշխատությունների հեղինակ եք, որ բնավորության գծերն են ձեզ օգնել լինել այն, ինչ կաք այսօր։ Գիտեք, ընդհանրապես իրավաբան, լավ իրավաբանը ես ինչպես եմ բնորոշում լավ իրավաբանին, ով է համարում լավ իրավաբան, կամ ով կարող է համարվել լավ իրավաբան։ Իրավաբանի դեպքում շատ հատկանիշներ ունենալ պետք չէ։ Իրավաբանի դեպքում ես մտածում եմ հետևյալ երկու հատկանիշները ունենաս տրամաբանություն, այսինքն վերլուծական կարողություն եւ ունենաս զուգահեռ աշխատասիրություն։ Եթե դու աշխատասեր ես ու որը շատ կարևոր է իրավաբանության ոլորտում։ Եթե դու աշխատասեր չլինես, դու անընդհատ քո վրա չաշխատես, անընդհատ չինքնակրթվես, դու հետնահանջ ես ապրելու, դու իրավաբանության ոլորտում այն տեղը չես զբաղեցնելու, որ պետքա զբաղեցնեի լավ իրավաբան համարվելու համար։ Այսինքն աշխատասիրություն եւ վերլուծական կարողություններ։ Եթե այս երկու հատկանիշները ունես, դու կարծում եմ լավ իրավաբան կհամարվես կամ կդառնաս։ Իմ դեպքում ես միշտ եղել եմ շատ պարզ, ազնիվ եմ եղել ու ես անդադ աշխատում եմ, անդադ փորձում եմ մի նոր բան կարդամ, նոր բան ստեղծեմ, անդադ հետ չմնամ նախադեպային իրավունքից, հետ չմնամ օրենքների փոփոխություններից, երևի թե դա է նաև նպաստում։ Իսկ այն երիտասարդները, որոնք տատանվում են մասնագիտության ընտրության հարցում, երբեմն անգամ ծնողներն են ուղղորդում, ինչ խորհուրդ կտաք իրենց, ինչպես ճիշտ կողնորոշվեն։ Իրենք երևի պետք է իրենց մեջ զգան։ Ես հիմա կարծում եմ ծնողները կարող են ուղղորդեն այն առումով, որ ասեն օրինակ տղա ջան կամ աղջիկ ջան, այս մասնագիտության դեպքում դու այսիշ գիտելիքները ձեռք կբերես, կարողանաս այստեղ աշխատել, այնտեղ պետք է աշխատել, բայց երբեք չպետք է ստիպել, որովհետև անձը ինքն է իրեն ճանաչում եւ անձը ինքն է զգում, թե ապագայում օրինակ որ ոլորտում կարող է հաջողությունների հասնել եւ հենց դու քո մեջ պետքա զգաս, օրինակ որն է քո մոտ ավելի լավ ստացվում, որ աշխատանքը դու ավելի շատ ես սիրում եւ ըստ դրա արդեն ընտրել մասնագիտությունը։ Երբ նորից եմ ասում, ծնողները կարող են ուղղություն ցույց տալ, բայց չպետքա ստիպեն երեխաներին, թե կոնկրետ, ընդ որում եթե երեխան օրինակ չի սիրում այդ մասնագիտությունը։ Իսկ եթե դուք հանդիպեիք ձեզ երիտասարդ տարիքում, մինչև մասնագիտություն ընտրելը, խորհուրդ կտայիք ընտրել իրավագիտությունը։ Շատ լավ հարց է, ես այս վերջին ժամանակներում շատ եմ մտածում դրա մասին, արդյոք ճիշտ էր, որ ես ընտրեցի այս մասնագիտությունը ու իմ մեջ տատանումներ էլ է լինում, գիտեք ինչ, ինքը բարդ մասնագիտություն է, անկեղծ ասած շատ բարդ մասնագիտություն է, որտեղ անընդհատ պահանջում է, որ դու աշխատես, անընդհատ պահանջում է, որ դու տանջվես, բարդ մասնագիտություն է, բայց շատ հետաքրքիր մասնագիտություն է, թեև ես որոշ ժամանակահատվածներ ալինում, որ մտածում ինչի ընտրեցի, բայց հետագայում ես իմ մեջ գալիս եմ այն համոզմունքը, որ ես ճիշտ եմ արել, որ ընտրել եմ այս մասնագիտությունը։ Պարոն Հովհաննիսյան, կան մասնագիտություններ, որոնք հեշտ են տրվում կամ առանց բարդությունների է լինում ճանապարհը։
Դե միգուցե ես սա եմ տեսել, դրա համար եմ իրավաբանության մասին այդպես խոսում, այլ մասնագիտության դեպքում չգիտեմ, ամեն դեպքում իմ պատկերացումները ասացի։ Հասկանալի է, շնորհակալություն եւ կխնդրեմ արդեն ինձ համար պարզ է, որ դատավոր լինելը, իրավաբան լինելը, լավ մասնագետ լինելը լի է բազմաթիվ դժվարություններով, մեծ ճանապարհ պետք է անցնել, որպիսի կայանալ այդ ճանապարհին, բայց ես կխնդրեմ դուք շեշտադրեք այն հաջողությունները, որոնք ունեցել եք, որն էլ գուցե մոտիվացիայի աղբյուր լինի մեր ունկնդիրներին։ Խորհուրդ երիտասարդներին, ովքեր որ նոր են իրենց քայլերը կատարում իրավաբանության ոլորտում, ինչ խորհուրդ կտայի, երևի առաջի հերթին, որ լավ սովորեն, այսինքն լավ կրթվեն, կրկնելով ասեմ, կրթության նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումով մոտենալ, կրթության համար նախատեսված ժամանակը արդյունավետ օգտագործեն ու դրան զուգահեռ, գիտեք, կյանքում հատկապես նաև իրավաբանների դեպքում կյանքի տարբեր ժամանակահատվածում լինում են իրավիճակներ, լինում են որ անձը տարբեր հանգամանքների բերումով հայտնվում է ծանր իրավիճակում, նույնիսկ կարող է իրավիճակ լինել, երբ որ դու զգում ես, որ դու ճահիճի մեջ ես հայտնվել, բայց երբեք չպետք է կորցնել դեմքը, երբեք չպետք է կորցնել ինքնությունը, երբեք չպետք է կորցնել արժանապատվությունը։ Ես սա երևի խորհուրդ կտայի։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար եւ ուզում եմ ասել, որ մեր հաղորդման գլխավոր հովանավորը Էկոնեկտար պրոդուկտը պատրաստել է ձեզ համար փոքրիկ նվեր։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալ եմ նաև հարցազրույցի համար։ Իսկ դուք սիրելի հետևորդներ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա թողարկումները։ Շնորհակալ եմ մեր հետ լինելու համար։ Այս զրույցը մեզ հիշեցնում է, որ իրական ուժը ոչ միայն պաշտոնում է, այլ այն արժեքներում, ընտրություններում եւ մարդկայնության մեջ, որոնք մեզ ամեն օր ավելի գիտակից եւ արդար են դարձնում։